սիրտովս է Լիաննա, 26 տարեկան, մասնագիտությամբ սոցիոլոգ է, ամուսնացած չէ։ Վայ, եկա մոդես։ Եկա։ Ալի ճնշումդ բարսակ։ Լավ, արդեն տեղը խմել եմ, լավ եմ ոչինչ։ Նստի, դու ասա ինչ եղավ, գնացիր, նորություն կա թե չէ։ Արդեն զզվել եմ, ուր գնում եմ աշխատանքային փորձ են ուզում, չեմ կարողանում ես գործ գտնել։ Չգիտեմ էլ ինչ անեմ։ Ախր շատ շուտ ես ընկճվում է, չի կարելի է ձևի։ Պետք է փնտրես, համբերատար լինես, ռեզումեներ ուղարկի, տեսար Աստղի ինտերնետով ինչ լավ գործ գտավ։ Ջուլիետա, 55 տարեկան, Լիաննայի մայրն է, աշխատում է հացի խանութում։ Մի հատ գործար կար, գործակալությունում ասացին արտասահմանում աշխատելու համար ու անգլերենի իմացությունն էլ ցանկալի էր։ Ինչ ուզում ես զանգես։ Դեմ զանգեմ տեսնեմ էլ ինչ գործ է։ Բայց աղջիկս ախր չգիտես ինչ գործ է, ուր ես գնալու, ինչ է լինելու, ախր ոնց կլինի տենց։ Մելակ դու էլ ասա, դու առանց ինձ կմնաս։ Դե ես առանց քեզ ոնց կարող եմ մնալ։ Միակ երեխաս ես, ոնց կարող եմ առանց քեզ կան երկար մնալ։ Դե լավ, ոչ գնացի մշտական մնացի այնտեղ ոյ։ Դու գիտես, ես Հայաստանից ուրիշտեղ չեմ կարող ապրեմ։ Ուղղակի որտեղ չեմ կարող գործ գտնեմ, գոնե արտասահմանում կաշխատեմ։ Դե լավ, արա ոնց ուզում ես, ոնց հարմար ես գտնում։ Գոնե կարգին գործ լինի, կարևորը դա է, որ կարողանաս աշխատել, դու էլ հաճույք ստանաս քո գործից։ Մամա, ոչ զանգել եմ, ոչ իմացել եմ ինչ գործ է։ Մենք արդեն ստեղ դրել, դարդ ենք անում, մտածում ենք, չգիտեմ ինչեր ենք խոսում։ Կարա զանգեմ հետո։ Հետ գիտես որն է, որ ասում է ցուգծովը բազար են անում։ Լավ, զանգի տեսնենք, աստվածտա լավ լինի, հա։ Տեսնենք, մենակ դու հարմարվի այդ մտքի հետ, որ ես գնալու եմ։ Դե ստիպված պիտի հարմարվեմ, ինչ անեմ, ուրիշ ելք չունեմ։ Լավ։ Սուրճ տնեմ մի հատ խմենք։ Չէ, ինչի կար։ Լավ։ Կարելի է։ Հա, իհարկե, բարև ձեզ, խնդրեմ, նստեք։ Ես հայտարարությունը կարդացի աշխատանքի համար եւ ուզում եմ ձեզանից իմանալ ինչ գործ է։ Իսկ դուք ինչ մասնագիտություն ունեք։ Դավիթ Մաթոսյան, 30 տարեկան, մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի սեփական բիզնես, ամուսնացած է, ունի 1 դուստր։ Ես մասնագիտությամբ սոցիոլոգ եմ եւ շատ լավ տիրապետում եմ անգլերենի։ Շատ հրաշալի է։ Դուք այն մարդն եք, ում մենք փնտրում ենք։ Ձեր անունը։ Լիաննա։ Փաստորեն դուք սոցիոլոգներ եք փնտրում։ Գիտեք, այստեղ սոցիոլոգների պահանջարկը քիչ է, բայց եկեք եւ տեսեք, արտասահմանում սոցիոլոգների պահանջարկը շատ է ու ասեմ, շատ լավ է վճարում։ Ես էլ իմ մասնագիտությամբ երկար ժամանակ աշխատանք փնտրեցի, բայց չգտա։ Արդեն որոշել էի ուրիշ մասնագիտությամբ նայել, իսկ ինձ ուր են ուղարկելու։ Ասեմ, Դուբայ, հեքիաթների երկիր։ Դուք կգնաք այնտեղ, մի 2 տարի կաշխատեք, համ աշխատանքի փորձ ձեռք կբերեք, համ շատ լավ գումար կաշխատեք։ Դե ինչ, կհամաձայնվեք։ Ես Մարիկիս հետ կխորհրդակցեմ ու ձեզ կասեմ։ Իսկ դուք կասեք, թե որ ընկերություններն են, ես ինտերնետով նայեմ, ծանոթանամ, նամակներ ուղարկեմ։ Գիտեք, մեր կազմակերպությունը այնտեղ աշխատում է մի քանի ընկերության հետ։ Հիմա ես ձեզ հստակ չեմ կարող ասել, եթե դուք գնաք այնտեղ որ ընկերությունը ձեզ կառաջարկի աշխատելու համար։ Այնպես որ կհասնեք այնտեղ ամեն ինչ բարձ կլինի։
շատ լավ։ Իսկ որևիցե փաստաթուղթ գումար հարկավոր է։ Հա, անպայման անձնագիրը եւ ճանապարհացախսը։ Մնացած հարցերը այնտեղ գազམ་ակերպությունը կհոգա։ Իսկ դիպլոմս։ Հա, կներեք, մեկ էլ դիպլոմա անպայման։ Լավ, եղավ, շնորհակալություն, ես ներումց հետ կխոսեմ ու կզանգեմ ձեզ։ Ես ձեզ ասեմ, այսպիսի առաջարկ այն էլ դրսից շատ քչրին է հաջողվում։ Այնպես որ լավ մտածեք։ Եղավ, լավ, շնորհակալություն, ցտեսություն։ Շատ լավն ես, բայց հաստատ դու կգաս մեր ընկերներին։ Մամուլ։ Վայ, ջան, եկար։ Հա, եկամ։ Եկար աղջիկս։ Լավ ես դու։ Հələ հասա խոսի, մի բան ստացվեց թե չէ։ Մամ, ինձ թվում է կստացվի։ Շատ գայթակղիչ առաջարկ էր։ Մենակ մի բան է մնում, որ դու համակերպես այն մտքիդ, որ ես մի տարի այստեղ չեմ լինելու։ Այ աղջիկս, ոնց դիմանամ, ես չեմ հասկանում, ախր միակ երեխես ես, ես էլ մենակ եմ, այդքան բացակայությունը, չգիտեմ, կդիմանամ թե չէ։ Մամ, եթե տենց է, ուրեմն ես էլ չեմ զանգվել։ Չէ, մենակ ասա, ինչ պայմաններ են։ Մամ, դե որ գնացի այդ տնօրենը շատ բարեհամբույր տղա էր։ Խոսեցինք, ես ասացի, որ մասնագիտությամբ սոցիոլոգ եմ ու անգլերենին շատ լավ տիրապետում եմ, ինքը շատ ուրախացավ։ Ասում է երկար ժամանակ ամենք հենց քո նման մարդ եք բան գալիս։ Վայ, գիտես ինչ ուրախ եմ, չես պատկերացնում։ Բայց գիտես ինչ եմ ուզում իմանալ։ Հələ պատմի տեսնեմ, ինչ են առաջարկել, պայմանները ոնց են, ինչ է լինելու, այդ մասին իմացել ես։ Մամ, դե Դուբայ պիտի գնամ, ու այնտեղ 1-2 տարի պիտի աշխատենք, էլի։ Ոնց թե երկու։ Մի ժամանակ ասեցիր մի տարի։ Հիմա 2 տարի, ես չեմ հասկանում։ Մամ, լավ էլի վայ։ Ես կմեռամ, չեմ դիմանա, հասկանում ես դու։ Լավ էլի, մամ։ Ճիշտ է, մի քիչ երկար կմնամ, բայց բարձր աշխատավարձ եմ ստանալու։ Մի 2 տարի կաշխատեմ, փող հետ կգցեմ, կգամ այստեղ գոնե սեփական գործ կունենամ։ Մամ, եթե երկարի այդ պայմանագիրը ես խոստանում եմ, քեզ էլ իմը տանելու եմ։ Հա, իբր դու գնացի շատ հոժար եմ, հիմա էլ ես էլ գամ։ Չէ, դու կարևոր ասա, այդ որ դու գնում ես, այդ գնալու ծախսը, մնալու, սնունդը եւ այլն, այդ ծախսերնով է հոգում։ Դե այդ տնօրենը ասաց, որ մենակ ինձանից հարկավոր է ճանապարհածախսը, իսկ մնալու սնունդի այդ ամեն ինչի փողը ֆիրման կհոգա։ Դեսի մի բան ասեմ էլի աղջիկս, ես շատ ուրախ եմ, որ դու քո մասնագիտությամբ ես աշխատելու, բայց դե ես ինչ-որ սիրտս անհանգիստ է, հասկանում ես, անհանգիստ է սիրտս, չգիտեմ ինչի, հետո գիտես, դու երկար ոչ միտեղ մենակ չես մնացել, հիմա չգիտեմ կկարողանաս մնալ թե չէ։ Մամ, Հա, հասկացան քո երեխան եմ, բայց մի մոռացի, որ ես վաղուց արդեն մեծ եմ։ հա, շատ մեծ ես։ Լիաննային շատ էր ոգևորել դրսում աշխատելու առաջարկը։ Նրան հաջողվեց համոզել նաև մորը։ Հենց նույն օրը Լիաննան զանգեց Դավիթին ու տվեց իր համաձայնությունը։ Հա, դավ ջան, ասա ախպեր։ Էդիկ 32 տարեկան, կեղտոտ ճանապարհներով երկրից դուրս մեծ գումարներ է աշխատում։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։ Բարև վետ ջան, ոնց ես, ինչ կա չկա։ Լավ եմ, մեր գործերը ստեղ շատ լավ է։ Հին ծտերը իրանց արդարացնում են։ Բայց գիտես չէ, մեր հարուստ եղբայրները թարմություն են ուզում, նոր աղջիկներ են ուզում։ Եկա է թարմություն ախպերս, նոր աղջիկներ էլ կան։ Ուրեմն 2 դիմում ունեի,
Մեկն էլ այսօր եկավ։ Այս վերջինը շատ սիրուն է։ Սպասում եմ վաղը թղթերը բերի, տոմսերը պատվիրեմ, մի ու շաբաթ պատվերը տեղում է, այդ ջան։ Այդ լավ է, ուրիշ ես էլի, լավն ես։ Դե լավ, սպասում եմ զանգիդ, որ գնամ այդ գեղեցկուհիներին դիմավորեմ։ Լսի, զգույշ կլես, ախմախ, զգույշ կլինես։ Լավ, այդ ջան, դե ես էլ սպասում եմ իմ բաժին գումարին։ Կուղարկեմ, շատ չես սպասի, հաշվիդ կփոխանցվի գումարը, այդ յուղոտ պատառը քեզ կհասնի։ Լավ, այդ ջան, լավ, դե կզանգվենք։ Դե լավ ախպեր ջան, դու էլ լավ մնա։ Մեկ շաբաթ անց Դավիթը Լիաննային երկու այլ աղջիկների հետ ուղարկեց Դուբայ։ Աղջիկներն ուրախ մեկնեցին, չկասկածելով անգամ, թե ինչ սարսափելի բան է նրանց այնտեղ սպասվում։ Բարև։ Նոր եկնես չէ։ Հա, մենք այսօր ենք եկել։ Դուք էլ երևի ֆիրմայի ներկայացուցիչն եք, հա։ Ֆիրմայի ներկայացուցիչն եմ։ Անունը Լիաննա էր, չէ։ Սիլվա, 41 տարեկան, մարմնավաճառուհի է։ Այո։ Ուրեմն սենց Լիաննա ջան։ Սկզբի համար արի սրանք հանենք, որովհետև իսկապես սրանք քեզ էլ պետք չեն։ Այս օֆիսային շորերը թիմա փոխում ես։ Սկզբի համար հագնում ես սա։ Քանի որ մեր շեֆը քաղաքում չի, ինքը ինձ է ասել, որ ես քեզ բացատրեմ, թե ինչ պիտի անես։ Ես բան չեմ հասկանում, ինչ եք խոսում եք։ Ուր է ձեր ղեկավարը։ Ախ, ղեկավարը։ Հա։ Գիտես, աղջիկ ջան, բախտդ բերել է, որ ես եմ քեզ դիմավորում, թե չէ մեր ղեկավարը ավելի կոպիտ քեզ կբացատրեր, թե ինչ պիտի անես։ Ես չեմ հասկանում դուք ինչ եք խոսում, բայց ամեն դեպքում ինձ թվում է դուք խառնել եք։ Ես եկել եմ այստեղ սոցիոլոգ աշխատելու։ Չէ, աղջիկ ջան, դու ես խառնել։ Տեղը չես բերում, թե ուր ես ընկել։ Դե բոլորի մոտ էլ սկզբում տենց է։ Բայց հետո հասկանում են։ Մի խոսքով դու ընկել ես մի տեղ, որտեղից ոչ կարաս փախնես, աղջիկ ջան։ Ոչ կարաս հետ գնաս, ոչ էլ ինչ-որ մեկից օգնություն խնդրես։ Դուք կարող եք գժվել եք, հա։ Մի րոպե ես վերջացնեմ։ Անձնագիրը իրանց մոտ է, դու ոչ մի բան չես կարող անես։ Այնպես որ ստիպված ես լինելու օրը դե սկզբի համար մի 3 հոգու սպասարկես։ Լսեք, դուք ինչ եք խոսում, հա։ Դե քանի որ նոր ես եկել, քեզ շատ չճաշենք։ Դուք գժվել եք, մի հատ ձեր տնօրենին կանչեք, հա, ուր է ձեր տնօրենը։ Մի հատ կանչեք, ես իր հետ պիտի խոսեմ։ Ձայնդ չբարձրացնես, ստեղ ես եմ ասում։ Մի 10 օրից երբ որ տնօրենը կգա, իր հետ մնացած հարցերդ կլուծես։ Իսկ հիմա ստիպված ես լինելու տարբեր ազգի տղամարդկանց հետ շփվել։ Ես կբողոքեմ, ես ձեզ բոլորի դատի կտամ, կտեսնեք։ Ինձ մի հատ հեռախոս տվեք, ես պիտի զանգեմ։ Ուրեմն զենց աղջիկ ջան։ Մի քիչ ավելի մանրամասն բացատրեմ, որ Շատ եք երկարացնում արդեն, ասում եմ ինձ հեռախոս տվեք, ես պիտի զանգեմ։ հիմա ձայնդ կտրում ես ու լսում ես, թե ես քեզ ինչ եմ ասում։ Հասկացա՞ր։ Հեռախոս քեզ տալու են ընդամենը շաբաթը մի անգամ։ Ու կողքդ մարդ է կանգնելու, որ լսի, թե ինչ ես խոսում։ Ու դու կասես այն, ինչ իրանք կուզենան, որ դու ասես։ Այդ մեկ։ Երկրորդը ձայնդ հանկարծ չբարձրացնես։
ուստեղ ես եմ թելադրում, թե ինչ անես։ Երորդը Էդոն ու Դավոն կոմիջոցով լիքը փողեր կաշխատեն, իսկ քեզ մի քանի գրոշ կշպրտեն ու վերջ։ Բոլորս էլ այդ ճանապարհը անցել ենք։ Սկզբում ամենայն դժվար լինում։ Ինձ հեռախոս տվեք, ես պիտի զանգեմ։ Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, հասկացաք, դուք սխալվել եք։ Սխալ մարդ եք բերել դուք, մի րոպե թողեք գնեմ։ Բոլորս էլ ժամանակին սխալվել ենք։ Իսկ հիմա հագնում ես այս շորը։ Ես ոչ մի բան էլ Կես ժամից առաջին հաճախորդ։ չեմ հագնելու, ես ոչ մի բան։ Ինձ հեռախոս տվեք, ես պիտի բողոքեմ, չեմ հագնելու, ես ոչ մի բան էլ չեմ անելու։ Լիաննան ընկել էր հոգեկան ծանր կացության մեջ։ Անզորությունից նա կորցրել էր իրեն, բայց այլընտրանք չունենալով, ուղեղն ու զգացմունքներն անջատած, սպասարկում էր իր բոլոր հաճախորդներին։ Այս պահին նա միայն մեռնել էր ուզում, բայց խղճալով մորը չէր գնում ինքնասպանության։